Բարով եկաք, բայց ո՞նց եկաք։ Հետաքրքրվում են տավուշցիները Հայաստան խմբակցության падգամավորներից։ Սահմանամերձ Չինարի Այգեձոր հասնելը տանջանք է անգամ ասֆալտ փռելով հպարտացող իշխանության օրերին։ Մայրաքաղաքի փողոցները տարին մեկ նույն փողոցը ասֆալտապատում են, բայց այստեղ ուշադրություն չեն դարձնում։ Տավուշցիներն ուզում են, որ ԿՊԱ-ականները գան ու իրենց աչքերի մեջ նայելով ասեն. թուրը միայն հայի գլխին են կարողանում ճոճել, թե բա անտառից փայտ մի բերեք, թուրքն անտառին տիրացել, ծառ է, որ կտրում է, դիրք ու խրամատ սարքում։ Լացը ծիծաղին է խառնվել։ Ըստ տավուշցիների լալու վիճակ է նաև Հայաստանի թիվ 1 քաղաքական հարթակում, խորհրդարանում։ Օրու մեջ ձեռնամարտ է, դժգոհում են սահմանամերձ գյուղերի բնակիչները, ապշում։ Իշխանական խմբակցության քարտուղարը չկարողանա իրեն զսպել ու ազգային ժողովում սեռական բնույթի հայհոյանք տա։ Համախմբվեք, որ երկիրը փրկեք, հյուր падգամավորներին հորդորում են տավուշցիները։ Կարապը գայլած ու կխես գետինի նման մեկը ծովը քաշում, մեկը ոտ, մեկը քարի արանքը։ Ում հետ համախմբվենք։ ՔՊ-ի նրանց ուզածը երկիրը փրկելը չէ, արձագանքում են ընդդիմադիրները, ավելացնում Փաշինյանի ուզածը անկախ Հայաստանը թուրքական Հայաստան դարձնելն է։ Այս իշխանությունը ինչ անում, ասում է պետք է հրաժարվենք բոլոր իրավունքներից, ցեղասպանության միջազգային ճանաչում, Արցախ, եկեղեցու նկատմամբ իրանց վերաբերմունքը տեսել եք։ Փակագծեր է բացում Իշխան Սաղաթելյանը 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը փորձել են տարաձայնությունները մի կողմ դնել։ Ըստ Սաղաթելյանի ինքն անձամբ է զանգահարել Նիկոլ Փաշինյանին, ասել, որ դաշնակցական կամավորական վաշտերը բանակի տրամադրության տակ են, ոմանք արդեն ճակատ են մեկնել։ Պատերազմի ընթացքում մինչև հոկտեմբերի 20-ը 5 անգամ հանդիպել ենք հետ, առաջարկներ ենք ներկայացրել, ստեղծված վիճակից դուրս գալու ելքեր ենք ներկայացրել։ Հոկտեմբերի 16-ին ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ ստեղծելու առաջարկություն են արել, որի մեջ պետք է ընդգրկվեին նախկին նախագահները, արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, գային մտնեին պատասխանատվության մեջ, դրանից են կողմ ինչ համախմբման կոչ անենք, որ վիճակից դուրս գայինք։ Բայց ամբողջ խնդիրը հետևյալն է, Ժորժան, այդ մարդը չի ուզում։ Իսկ Հայաստանը ել ավելի թուլացնելուն է միտված նաև կրթվելը նորաձև է անունով քարոզը, որ Փաշինյանն ու նրա զուգընկերուհին մարզից մարզ են տանում, պնդում են Հայաստան խմբակցության ներկայացուցիչները։ Սրանց նպատակը հաճախ երկրում քաոս, թշնաման, պառակտում ստեղծելն է, որ ավելի հեշտ ղեկավարը։ Պառակտված հանրությունն ազգային խնդիրների վրա չի կենտրոնանա, թույլ կտա փակել հայկական Արցախի վերջին էջը, ասում է Սաղաթելյանը։ Ընդգծում, Արցախը հիմա միայն Փաշինյանի ու Ալիևի հայտարարություններով է ադրբեջանական, դեռ կա հնարավորություն դա ամրագրող փաստաթուղթ չունենալու։ Եթե մենք լեգիտիմացնում ենք Ադրբեջանի ագրեսիան, ցեղասպանությունը Արցախում, հետո իրենք մեզ հակառակ պահանջներն են դնելու, փոխհատուցման, ուրեմն այսի մեր տարածքներ 30 տարի վերցրել եք, օգտագործել եք։ Խաղաղության համաձայնագրի բովանդակությանն ընդհանուր առմամբ ծանոթ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները պնդում են, այդ համաձայնագիրը ոչ խաղաղություն է ապահովելու, ոչ էլ Ադրբեջանի տարածքային նկրտումներն է զսպելու։ Ադրբեջանը հերթական պայմանն է դնելու, GPS-ով Հայաստանի սահմանը գծելու, այդ փաստաթուղթը չի լուծում այդ խնդիրը։ Ընդդիմադիրներն ուզում են, որ հայաստանցին ինքն իրեն մի հարց տա. կարող է ոտքի կանգնել այն Հայաստանը, որի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ջերմուկ մտած ադրբեջանցիների մասին ասում է կսովածանան, կգնան։ Ես գիտեմ մի բան։ Տավուշցին ամաչում է։ Լսել է, թե ինչպես է երեխաներից մեկը դիմելով իրենց խաղը փչացնող ընկերոջն ասել. հո դու Նիկոլ չես։ 7 թե 8 տարեկան մի երեխա ասում է, որ Նիկոլ չես։ Մեր ղեկավարը իր գործը չարեց, գնաց կախիչներ պոկեց, սարավեն արավ եւ նույն ձևի շարունակում է 7 տարվա մեջ մի բան չսովորեց։ Լավ, եթե կարճ ամփոփեմ, շատ դժգոհ եմ։ Արփիս Քեսյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։